Պատրաստում ենք տապակած սմբուկով, կանաչ ոլորով և հավի մսով ամենահամեղ ամառային աղցանը, որը կզարդարի ցանկացած տոնական սեղան։ Պատրաստվում է շատ հեշտ, արագ տարբերակով, իսկ արդյունքում ունենում ենք գունառատ, վիտամինաշատ չափազանց համեղ աղցան, որից հրաժարվելը անհնար է։ Խորհուրդ կտամ պատրաստել միանգամից կրկնակի չափաբաժնով, քանի որ որքան արագ պատրաստվում, նույնչափ էլ վերջանում է։ Մեզ անհրաժեշտ է սմբուկ, գազար, սամիտ, լոլիկ, խաշած հավի միս, կանաչ ոլոր, մայոնեզ կամ թթվասեր, բուսայուղ տապակելու համար, համեմունքներ և մեկ ատամիկ սխտոր։ Գեղևազատում ենք սմբուկը, շերտատում ենք, որպեսզի հարմար լինի տապակելու համար, վրան աղ ենք ցանում, որ ավելորդ առնահամը դուրս գա։ Եթե սմբուկը եզրային հատվածներում կանաչ երանգ ունի, վստահ կարելի է ասել, որ այն դառնություն է պարունակում։ Նախապատրաստում ենք մնացած բաղադրիչները, քերիչի խոշոր անցքերով անց ենք կացնում 1 թարմ գազար, մանր կտրատում ենք մի փոքր փունջ սամիտ։ Սամիթի փոխարեն կարող եք օգտագործել համեմ կամ ազատ քեղ, կամ համադրել 3-ը միասին։ Բարեկամների մալիքում կարող եք գտնել սմբուկով և տավարի մսով պատրաստվող համեղ աղցանների մի շարք բաղադրատոմսեր։ Բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Մանր խորանարդների ենք բաժանում խաշած հավի ազդրամիսը, այն կարելի է փոխարինել նաև կրծքամսով։ Հեռացնում ենք լոլիկների միջուկը և ձողիկաձև կտրատում ենք, աղցանի մեջ մեզ ավելորդ խոնավություն հարկավոր չէ։ Բոլոր բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ, սմբուկը նույնպես պատրաստ է, որպեսզի ենթարկենք ջերմային մշակման։ Սմբուկը չորացնում ենք խոհանոցային անձեռոցիկներով և երկու կողմից տապակում ենք բուսայուղի մեջ, մինչև ստանանք գեղեցիկ ոսկեզօծ երանգ։ Տապակելուց հետո կրկին դնում ենք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա։ Իսկ դուք սմբուկով ինչ աղցաններ եք պատրաստում, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Պատարագաղների օգնությամբ կամ ձեռքերով սմբուկը բաժանում ենք այսպիսի երկարավուն կտորների և ավելացնում ենք մնացած բաղադրիչների վրա։ Քանի որ աղցանի բաղադրիչների մեջ արդեն իսկ բուսայուղ կա, կարող եք թթվասեր կամ մայոնեզ չօգտագործել, համեմել և այդպես էլ մատուցել։ Ամբողջացնում ենք աղցանը, ավելացնում ենք պահածոյացված կանաչ ոլոր, 2 ճաշի գդալ թթվասեր, 1 ատամիկ սխտոր, աղ և սև պղպեղ և մի լավ խառնում ենք։ Այն բաղադրատոմսերի մեջ, որտեղ սմբուկ և հավի միս է օգտագործվում, 1 ատամիկ սխտոր պարտադիր բաղադրիչ է։ Արդյունքում ստացվում է գունառատ, վիտամինաշատ, սպիտակուցներով հարուստ հագեցնող աղցան։ Մատուցում ենք գեղեցիկ կապսեի մեջ և անուշ ենք անում, սա իսկապես չափազանց համեղ է, անպայման դուք էլ փորձեք։